կատարեք ախտահանման հերթականությունը, ձեր գործիքները գնալու են դեպի քայքայում։ Ուրեմն տեսեք, առաջի этаպում մենք բացված վիճակում, պարտադիր գործիքը բացված վիճակում պետք է դնել հեղուկի մեջ։ Հեղուկը անուններ չեմ տալի, որպես այդպեսին գովազդ չլինի, ձեր ցանկացած հեղուկը, որ դուք նախատեսել եք մանրազերծման համար, դուք օգտագործում եք դա իր համար չափիչ տրամաչափով կոծնում եք ու բացում եք հեղուկը ջրով դարձնելով հեղուկ, որտեղ դուք կպահպանեք ձեր նախագծում կանեք ձեր գործիքները։ Պարտադիր բացված վիճակում, որպեսզի նայեք, երբ որ փակ եք դնում, ինքը այդ կտրող հատվածը փակ է լինում, մուտք չի լինում նյութի արժեք, որի հետևանքով կարող է գործիքը թերի արտանալ։ Դրա համար բացված վիճակում ախտահանումը կատարվում է բացառապես ձեռնոցներով, աղջիկներ ջան, առանց ձեռնոցի երբեք մի սկսեք այս փուլը, որովհետև այդ գործիքի վրա կարող է լինել կենդանի հարուցիչներ, օրինակ հեպատիտ C, սպիդ, որը որ ամենալուրջ հիվանդություններն են ու բուժում չունեն։ Այս դեպքում, եթե դուք առանց ձեռնոցների որոշեք, օգտվել ինչ-որ ֆորս մաժորային իրավիճակներ լինի, ու դուք ինչ-որ մի հատվածի անզգույշ գտնեք, ձեզ ծակեք, այդ գործիքի հարուցիչով հենց առաջինը ձեզ կարող է դնել։ Դրա համար ցանկացած դեպքում աշխատանքը կատարվում է ձեռնոցներով։ Բացված վիճակում աշխատում են հիմնականում պոչերի հետ կոնտակտ ունենան, ոչ թե կտրող հատվածի։ Դրվում է հեղուկի մեջ, հետո կախված հեղուկի սաստավից 15-ից 30 րոպե մնում է հեղուկի մեջ, կախված էլի հեղուկի սաստավից։ Հանում ենք հոսող ջրի տակ շոտկայով, չոտկով շատ լավ լվանում ենք, որ այս օջառային հիմքը, հեղուկի հիմքը նորից դուրս։ Բացված վիճակում էլի պետք է դնել ջրքամվի, ինչի համար է ջրքամվում, միանգամից պետք չի միացել չորացնել ու դնել ծուխաժապ, որտեղ այս հատվածները աղջիկներ չեն, կտրող այս զամուտի հատվածները միշտ հեղուկ ամնում, հենց այդ հատվածից ժանգորդվում։ Դրա համար լիարժեք դրեք թող ամբողջությամբ հեղուկի մեջից դուրս գա, տեղավորեք ամեն մեկը իր համար նախատեսված չափի տրամապակետների մեջ և տեղավորեք ավտոկլավ կամ սողաշար, որ ձեր մոտ ջոկը